Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրյալի աթոռին է։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվակ քրեական վարույթով հիմնավորվել է, որ Գասպարյանը, լինելով Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ, ինչպես անձամբ, այնպես էլ խմբի կազմում 7 անձի օգտին հովանավորչության, թողտվության եւ այլ ապօրինի գործողության համար ստացել է կաշառքներ, ինչպես նաեւ խմբի կազմում կատարել է պաշտոնեական կեղծիք։ Հենրիկ Գասպարյանը եւ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը, տեղյակ լինելով Սևակ Գոմցյանին պատկանող ինքնակամ կառույցն օրինականացնելու իրավաչափ հիմքերի բացակայության եւ ինքնակամ կառույցի քանդման անհրաժեշտության մասին, որոշել են օրինական տեսք տալ Սևակ Գոմցյանի Շիրակի մարզի Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի 1 կոտորակինը հասցեում առանց շինարարական թույլտվության ինքնակամ կառուցված շուրջ 3079.5 քառակուսի մետր մակերեսով առևտրի եւ սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցին։ Ըստ քննության բովանդակությամբ կեղծ պաշտոնեական փաստաթղթեր կազմելու միջոցով նախկինում ինքնակամ կառուցված եւ փաստացի չափամոնտաժված շինությունը նոր կառուցված օրինական շինություն ներկայացնելու համար Սևակ Գոմցյանից պահանջել են $10,000 կաշառք։ Հենրիկ Գասպարյանը գործելով Վարդան Ղուկասյանի հետ ունեցած նախնական պայմանավորվածությամբ բանակցություններ է վարել Սևակ Գոմցյանի հետ եւ նշված գործողություններն իրականացնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 5-ին Սևակ Գոմցյանից պահանջել է խոշոր չափերով 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք։ Գասպարյանին կաշառք է առաջարկել նաև Գյումրիում շինարարական գործունեությամբ զբաղվող Արտակ Ադամյանը։ Գյումրու մանկապարտեզներում իրականացած շինարարական աշխատանքների դիմաց վճարման ենթակա գումարը սեղմ ժամկետում եւ անխոչնդոտ ստանալու համար։ Հենրիկ Գասպարյանն Արտակ Ադամյանից անձամբ ստացել է 200,000 դրամ կանխիկ կաշառք։ Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հենրիկ Գասպարյանին կաշառք է առաջարկել Ռազմիկ Հովհաննիսյանը արևային կայաններ տեղադրելու համար 1.5 հեկտար մակերեսով հողամասի ձեռքբերման նպատակով Գյումրու համայնքապետարանի հայտարարած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրներում օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իրեն հաղթող ճանաչելու գործընթացը բարեհաջող կազմակերպելու համար։ Նույն օրը նույն վայրում Հենրիկ Գասպարյանը Ռազմիկ Հովհաննիսյանից ստացել է 268,500 դրամին համարժեք 700 ԱՄՆ դոլար կաշառք։ Հաջորդ դրվագով Գասպարյանին կաշառք է տվել Ռուբինա Չարչօղլյանը, Շիրակացի փողոցում գտնվող առևտրային կենտրոնի քանդման եւ նոր շինարարության թույլտվությունները առանց խոչընդոտների կազմակերպելու համար։ Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի իր աշխատասենյակում Ռուբինա Չարչօղլյանից անձամբ ստացել է եղբոր կողմից նշված նպատակով իրեն ուղարկված գումարից 387,140 դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո Հենրիկ Գասպարյանը ձեռնամուխ է եղել նշված քաղաքաշինական գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի հատկացման համար դրա հիմքերի հավաքագրման գործընթացին։ Եվս մեկ դրվագով Ռուստամ Սարգսյանը իրեն պատկանող Գյումրի համայնքի Իտալիան փողոցում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված շինության օրինականացման գործընթացը կազմակերպելու համար Հենրիկ Գասպարյանին առաջարկել է 196,729 դրամին համարժեք $500 կաշառք։ Հենրիկ Գասպարյանը որպես կաշառք Ռուստամ Սարգսյանից անձամբ ստացել է նշված գումարը եւ ձեռնամուխ է եղել վերոհիշյալ քաղաքաշինական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ հիմքերի հավաքագրման գործընթացին։ Ըստ քննության Դավիթ Նիկողոսյանը Գյումրի համայնքում կառուցվող շուրջ 2000 քառակուսի մակերեսով իր բազմաբնակարան շենքը նախագծելու, քանդման եւ շինարարության թույլտվության տրամադրման գործընթացներն առանց խոչընդոտների իրականացնելու համար Հենրիկ Գասպարյանին առաջարկել է 5 միլիոն դրամ կաշառք։ Բացի այդ, Կարապետ Մուրադյանը շուրջ 5000 քառակուսի մետր հողամասն աճուրդով իրեն օտարելու գործընթացը կազմակերպելու, փաստաթղթավորումն անխոչընդոտ եւ արագ կազմակերպելու նպատակով Հենրիկ Գասպարյանին առաջարկել է 5 միլիոն դրամ կաշառք, որը եւս ընդունվել է։ Այսպիսով Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության, հովանավորչությամբ կամ այլ ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեջ։ Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիքի համար։ Նրա, ինչպես նաև կաշառք տված 5 անձի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությունն ավարտվել է եւ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այն հաստատվել եւ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Հենրիկ Գասպարյանի նկատմամբ նախ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, այնուհետև այն փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցով տնային կալանքով։ Քրիստինե Թորոսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։